Ուրեմն լսենք եկեղեցվո պատմության մասին եւ վերջը միասին աղոթ կնենք։ Մենք կարևոր իման գտնվենք հյուսանտական Սուրբ Գևորգ եկեղեցվո մեջ, վանքին մեջ իրականության մեջ։ Մարիանա։ Ուրեմն վանքը հիմնադրվել է 1310 թվականին։ Սկզբում սա եղել է գերեզմանոց, քաղաքային, որտեղ ներքևում կա Ասիտիես բնակավայրը։ Եվ 1305 թվականին այստեղ եղել է շատ մեծ երկրաշարժ, եւ երկրաշարժի հետևանքով ամեն բան ավերակ է եղել։ 1310-ին նոր գերեզմանոցից սկսել են կառուցել այս վանական հաստատությունը։ Καλημέρα, Κωστής, εγώ είμαι θεολόγος. Աստվածաբան է ինքը, անունը Կոստիս է։ Εκπαιδευτικός, είμαι καθηγητής δηλαδή. Պրոֆեսոր է։ Παράλληλα έχω γράψει την ιστορία εδώ της Ομονίας. Գրել է վանքի պատմությունը։ Η Μονή χρονολογείται γύρω στο 1309 επίσημα. Վիմագիր արձանագրության մեջ պաշտոնապես գրված այստեղ։ Այս վիմագիր արձանագրության մեջ պաշտոնապես 1309 թվականն է նշված։ Έχει προλογηθεί το 1305 ένας σεισμός καταστρέφει τα πάντα και 5 χρόνια αργότερα την ξαναφτιάχνουν δύο μοναχοί. Քանի որ ասում են, որ 1305 թվականին է եղել եւ երկրաշարժի հետևանքով ամեն բան ավերակի է վերածվել այստեղ, արդեն 1309 թվականին այս վիմագիր արձանագրության մեջ մենք տեսնում ենք, որ վանքը որպես այդպիսի թվագրվում է։ Είναι δύο μοναχοί που την ξαναφτιάχνουν. Երկու վանականներ են սա հիմքից վերակառուցել։ Ο Φλαγκιάς και ο Θεοφάνης. Θεοφάνης եւ Φιλοκιάσը. Και το ξαναφτιάχνουν από την αρχή. Πράγμα που σημαίνει ότι έχει καταστραφεί εντελώς από το σεισμό. Այսինքն եղել է, արձանագրության մեջ ասում է եղել է, բայց իրենք հիմքից նորից վերականգնել են, եղած բանն են վերականգնել։ Λίγα χρόνια αργότερα, γύρω στα 1415, φαίνεται να έχει κάποιες συναλλαγές. Ուրեմն 1415 թվականից հետո որոշակի փոփոխություններ են այստեղ եղել շինության։ Και τότε ονομάζεται Άγιος Γεώργιος. Այս ժամանակ է կոչվել, այս ժամանակվանից է կոչվել Սուրբ Գևորգ։ Βουρβουλολαΐνης, δηλαδή βουρβούλιζε το νερό. Վուրվուլայինից է կոչվում, որովհետև ջուրը աղբյուրից սկսել է գլգլալ, այսպես ասած։ Τώρα βέβαια δεν έχει νερό, έχει ջուր չկա, հիմա չորացել է աղբյուրը։ Λοιπόν, για 200 περίπου χρόνια δεν έχουμε στοιχεία. 200 տարի շարունակ ոչ մի տեղեկություն չեն ունեցել։ Στα 1617, όταν βγείτε έξω, 1617 թվականից արդեն, երբ որ հիմա դուրս կգա, φαίνεται ένας αρχιερέας Σίλβεστρος. Հայտ է գալիս Սիլվեստրոս անունով մի քահանա, να το ξαναφτιάχνει το μοναστήρι. Որը νորից վերակառուցում է վանքը։ Και τότε πραγματικά ας πούμε λειτουργεί σαν μοναστήρι. Ժամանակվանից արդեն իրականում որպես վանք է սկսել գործել։ Έχω συναντήσει σε μια νεότερη έρευνα που κάνω. Ինքը նոր ուսումնասիրությունների ընթացքում ինքը հանդիպել է, որ πλήθος ενετικών χειρογράφων, δηλαδή ενετοκρατία. Այսինքն այս ժամանակ է, որ ինքը իր ձեռքի տակ է ընկել վենետիկյան ժամանակաշրջանի փաստաթուղթ, που αποδείχνουν ας πούμε ότι το μοναστήρι υπήρχε. Որը ցույց է տալիս, որ վանքը գոյություն է ունեցել այդ ժամանակ։ Όταν θα βγείτε έξω πάνω από την πόρτα, Դուրս որ կգաք դռների մեղում, έχει το ενετικό λιοντάρι. Կտեսնեք վենետիկյան առյուծի նշանը։ Δηλαδή οι ενετοί, επειδή καταλαβαίνουν ότι έρχονται οι Τούρκοι, Որովհետև երբ որ վենետիկցիները հասկանում որ թուրքերը պետք է գան, χτίζουν κάποια μοναστήρια φλούρια. Սկսում են կառուցել վանք ամրոցներ պաշտպանության համար։ Ένα από αυτά είναι και αυτό. Դրանցից մեկը սա է։ Είναι επειδή εδώ πέρα είναι τα βουνά πάνω. Քանի որ այստեղ մենք բարձունքների մեջ ենք, սարերի մեջ ենք, προσφέρει τρόπο άμυνας. Այն ունենում է պաշտպանական նշանակություն նաև վանականների եւ տեղի բնակչության համար։ Τώρα το 1600-1800 μέχρι το 1800 και κάτι έχω βρει πληθώρα εγγράφων. 1600-ից մինչև 1800 թվականներ արդեն բազմաթիվ գրավոր աղբյուրներ կան։ Τότε είναι και μονή και κημητήριο. Որտեղ հայտնի է, որ սա եւ վանք է եւ ուրեմն դա գերեզման։
Կիմիտիրը բառացին կարող են թարգմանել ննջարան, որտեղ համարում են, որ վանականները ննջում են, այո։ Քնարան։ Ergo de metai Turki. Հետո գալիս են թուրքերը։ Ֆիզիկա ճուտո դեկրիտուս։ Եվ բնականաբար չկարողացավ իմանալ, չփրկվեց այսինքն թուրքերի ձեռքից։ Когда тушилек такой կուսիզդիո, մեկ տուշիլեք такой կսդողտո։ Ուրեմն 1822 թվականից մինչև 68 թվականը։ Ինը ժիոտոն պանաստատոլո գրիտո։ Ուրեմն կրետացի ապստամբների վայրերի։ Կապիտան Միխայել Կորակաս։ Կապետանիս Միխայել Կորակասի գլխավորությամբ, որ նահատակվեց այո, շատ լուրջ ապստամբեր։ Ես ասում եմ, իրը պետք է մախոն, էջ կայ 3 φορές ապստուր։ 3 անգամ է թուրքերի կողմից հարձակվում։ Ես մտա ասում եմ, իտավի ուվլեպեթե կատո։ Հիմա դուք կտեսնեք այստեղ էրբորքը նայեք, սրանք դամբարաններ են, այո։ Իտալիան տաֆտո մատերիալս մոնես։ Սրանք վանահայրերի բաներն են, գերեզմաններն են։ Յանի բան մեզ է Թուրքիան ֆովոդ զոմայոր։ Որովհետև որ չմտնեն թուրքերը ներս, իրանք այստեղ են թաղվել եւ վախ է եղել նաեւ Սուրբ Գևորգից, էլի, երկյուղ։ Յանդը բուսեքս մտոնա կոմադի ֆենդը կատարել է դիքովտը, տոպլաստիկո կոմադը պայպան։ Тут Գամա բերի կամարը Վենեդիգի Վենեդիգյան ձևով է բերի կամարը։ Նո օքեյ, ինը շո աբլո։ Տեսեք, այս խորքի մասը ավելի պարզ եւ հասարակ է կլոր գմբեթով, բայց այս գավիթի հատվածը ավելի վենեդիգյան է։ Ես մայ, то что мы говорим, у нас есть городանի պաշտ կամ շոնակալիտորը։ Ուրեմն այս շրջանի ամենամեծ վանքն է, սրանից մեծ չկա։ Ele plău, spune istoricul, tu știi cum se pusipende. 1925 թվականին լուծարվել է դիալիզը։ Դիալիզը કે ξαναφτιάξει το 1960. Լուծարվել է եւ 1960 1960 թվականից նորից սկսել է վերականգնել։ Οπότε λειτουργήσε πλέον σαν κατασκήνωση. Λειτουργήσε πλέον σαν κατασκήνωση. Եվ որպես ճամբար է սկսել աշխատել։ Με τον Αρχιեպίσκοπο Ευγένιο Ψαλιδάκη. Արքեպիսկոպոս Եվգենիոս Ψալիդակիսի կողմից իբրև ճամբար է սկսել գործել։ Երիտասարդական ճամբարի վերածված է այստեղ։ Η μεγάλη εικόνα που βλέπετε δεξιά. Ամենամեծ աչից մեծ ուրեմն Իկոնաբակի մեջ որ է։ Έχει έρθει το 1909. 1909 թվականին է եկել այս նկարը։ Από το Άγιον Όρος. Այո, Սուրբ Աթոսից է եկել Սուրբ։ Από έναν μοναχό πανάρετο, τον Κρήτα, τον Καψοκαλυβίτη. Πανάρετος. Մի շատ առաքինի վանականի կողմից Ο Καψοκαλυβίτης, δηλαδή ήταν το Άγιον Όρος. Սուրբ վանքում մի Կապսոկալիվիտիս կա, որը ճգնաբրաններով խցերում են իրենք ապրում, վանականի կողմից է։ Η άλλη εικόνα στο τέμπλο. Մյուսը, Ο Χριστός ο Παντοκράτορας. Հիսուս Քրիստոսն է։ այո, ամենակարող Քրիստոսի պատկերն է։ Είναι του 1881. 1881 թվականից է իկոնը։ Και η Παναγία αριστερά Եվ ծախից մոր պատկերը είναι γύρω στους 1820. Օկտակոսը 20. 20 թվականի պատկեր է։ Αν πλησιάσετε κοντά, έχει Եթե πάνω. մոտենաք իրեն, Έχει τρίπλες ατμοσφαίρες, γιατί χρησιμοποιούσαν τα γυναικόπαιδα όταν το φέρνανε, το βάζανε μπροστά απέναντι στους Τούρκους. Έχει τις σφαίρες. երեք բաներ ունի, Ռումպերում այո, ձագերը որ անցքերը կա, որ բայթեր, որտեղ օգտագործել են թուրքերի հարձակումների ժամանակ, որպես վահան, այսպես իրենց առաջ վահել են, որ բզդիկները եւ գիները։ Եվ բեկորները կա հետքերը։ Όταν το 1960 και μετά λειτουργία λοιπόν, δεν είχε ποτέ πολλούς μοναχούς. Από τα Το 60 και μετά λειτουργία. 65 թվականից այլ շատ վանականներ դեռ չկան։ Ναι, το 1978 ήταν γυναικείο. Մինչև 60-ական թվականը կանացի, 70-ական թվականը կանացի բանկի եղած, դրանից հետո Μετά έγινε αδελφό. հետո դրամատիկան։ Και τώρα είναι ο ηγούμενος του πατέρα Αρσένιος, ο οποίος. Եվ իմ այսօրվա վանահայրը იგումեն պատեր Αρσένιος. Արսենյոս։ Εκεί απέναντι έχει δύο σπάνιες εικόνες στην Παλιά Διαθήκη. Այստեղ կտեսնեք 5 հրատարանի պատկերներ դրվածներ։ Είναι η εκδίωξη του Αδάμ από τον Παράδεισο. Ադամի ադրախտից արտաքսումն է, շատ հազվադեպ պատկերներ են։ Δεν σε έχω δει πουθενά.
Պատկերը տեսնում եք, թե որտեղ ինչպես է ասված խնդրան, որպեսզի գտնի Ադամին եւ մյուս պատկերի մեջ արդեն արտաքսում դրախից։ Եվ կողքի ուրեմն եկեղեցում կա Սուրբ Պարիսյոսի նկարը, որ հազվադեպ նկար է, ամենտեղ չի որ կա։ Բոլոր բանկերում մեջ ալգա։ Գոյություն ունի, անսա։ Հա, ես էլ իմացա թե հակառակն է։ Εγώ δεν έχω να σου πω κάτι άλλο, είναι το μουσείο κάτω, μια έκθεση. Το μουσείο Թանգարան ունեն այստեղ ներքևում։ έχει μια προβολή πολιτιστική, δηλαδή όπλα, επαναστατικού αγώνα, εικόνες παλιές. Կտեսնեք հավաքածուներ, Έχει πολιτισμό. զենքերի, Πάτε μια βόλτα, πηγαίνετε μια βόλτα. գնանք Θα կտեսնեք։ σας δώσω και μια εικόνα τώρα Γιώργη, εγώ δεν έχω να σας δώσω. Θα δώσω και σας βασιλάτε ένα βιβλίο που υποχαίροντας. Κάτι άλλο με ρωτήσετε να σας πω. Եթե գուզեք հարցնեք, հարցրեք սեգոտ։ Οι εικόνες αυτές είναι πιο πρόσφατα. Սա ավելի նոր, ավելի քար։ Είναι πιο σύγχρονα. Είναι τα μαρτύρια του Αγίου Γεωργίου. Դա Սուրբ Գևորգի նահատակության տեսարաններն են։ Չարչարանքներն են, Չարչարանքներից այլ մինչև նահատակություն։ Εκεί είναι ο Άγιος Γεώργης με τους γονείς του. Այստեղ Սուրբ Գևորգի ծնողների հետ է պատկերի մեջ։ Ողջ այստեղ, Կողքը։ այստեղ։ Βέβαια το όνομα Γεώργιος έρχεται από την γοργότητα με την οποία λέει ο Άγιος στους πιστούς. Βοηθάει ο Άγιος με γοργότητα. Γι' αυτό είναι Άγιος ο Γοργός. Και η Գորգոդիտը դիլավի գորգ։ Այսինքն արագահաս Սուրբ է, որ ինչպես որ մենք աղոթում ենք մեր սրբերի մեջ արագահաս Սուրբի, այդ դրա համար կոչվում է խորհոլայինի, որ արագահաս Սուրբ Գևորգ վանք։ Բանական։ Երկու հոգի են ապրում։ Όταν τελειώσουμε την έκθεση, έχει από όλο στην βιβλιοθήκη, έχει μια πορτοκαλάδα από ό,τι μόνο. Սիրելի Երբ որ ուխտավորներ, վերջացնենք թանգարանից, այստեղ ասես կգաք գրադարանի մասը, որտեղ կա ջուր, սիրելի ուխտավորներ, ուրեմն Սուրբ Գևորգ Զորավարը Գաբատովյացի եղած է եւ Թեոգրեդյանոս գայստի ժամանակ ինքը որպես քրիստոնյա այստեղ գանքնիմ ինքը որպես քրիստոնյա սիրելիներ թեմ եղած է ամեն տեսակ սատանայի հարցակումներուն հավատքի հզոր վահան եղած է ինքը եւ միշտ Սուրբ Գևորգը քանի որ զորավար էր կներկայացվի ցիու վրա իր ուրեմն նիզակը ցերքին, դեկը ցերքին եւ գխոցե վիշաբը, որ սատանայի խորտանիշ է։ Ինքը սիրելիներ անթիվ չարչարանքներու ենթարկված է, անթիվ չարչարանքներու իր մարմինը փորձած են խոխողել ամբողջությամբ եւ նաեւ սիրելիներ փորձած են զինք հավադուրած դարձնել։ Եթե գարտակ վարկապանությունը Սուրբ Գևորգի, պիտի տեսնեք, որ որքան թեմ գտնե եւ ցույց կտա, որ չաստվածները, հետանոսական չաստվածները ոչնչություն են, միայն Տեր Հիսուս Քրիստոսն է ճշմարիտ Աստվածը։ Եվ երբ այլևս Թեոգրեդյանոսը չի գտնար հաջողիլ զինք ուրանալ դար Քրիստոսը, գգանչե չաստվածներու դեղը եւ Սուրբ Գևորգ եւ ներս կմտնե չաստվածներու բոլոր ուրեմն արցանները գխորդագե, անոր վրա զինք սիրելներ գնահատագեն, գսպանեն։ Սուրբ Գևորգի բարեխոսությունը շատ հզոր է։ Հույն եկեղեցվո մեջը ասեմ, որ Սուրբ Գևորգը կնկատվի Աստվածամայրեն վերջ երկրորդ մեծակույն Սուրբը եւ նաեւ Սուրբ Գևորգը սիրելներ կնկատվի զինվորներու պաշտպան Սուրբը։ Մենք աղոթենք մեր հայ զինվորներուն համար, որբեսի Սուրբ Գևորգի բարեխոսությամբ, ինչպես նաեւ Սուրբ Սարգիսի բարեխոսությամբ, Սուրբ Վարդանանց բարեխոսությամբ մեր հայոց բանակի զինվորները ապահով մնան։ Թող ոչ մեկ տշնամի քնտակ չմոդենա անոնց սիրելներ։ Թող ոչ մեկ մայր արցունք չտեսնե։ Թող մեր երկրի մեջը խաղաղություն դիրե, պատերազմները հերու լինեն մեր երկրեն, եւ ինչ որ չար ղեկավարներ, մեծ պետություններ մեր հայրենիքին կրխուն, մեր ազգին կրխուն, չար ծրագիրներ ունին, թող սուրբերու հզոր բարեխոսությամբ եւ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ աչին զորությամբ հերանան այդ բոլոր պատուհասները, ծրվին այդ մութ ամբերը
եւ խաղաղությունը վերահաստատվի մեր հայրենիքին եւ ամբողջ աշխարհի մեջ։ Եվ աղոթենք սիրելիներ, որ մեր ժողովուրդը Տիրոջ վերաթարնա, Տիրոջ լույսին դառնա, Տիրոջ ճամփաներու մեջ ենք ալել։ Աղոթենք, որ իրարու հետ սիրով եւ սրբությամբ լանք։ Աղոթենք, որ Քրիստոսի սերը ներգայությունը մեր կյանքեն ներսլա, Աստված թող ամուր բահե մեր pedagogiությունը, Աստված թող բայձրացնե մեր Հայաստանի ցարակելական եկեղեցին, Աստված թող զորացնե հայոց բանակի եւ ղեկավարները եւ բոլոր զարայողները, Աստված թող կերևարված զավակները դուն վերադարձնե եւ նահատակներուն ալ հավիտենական կյանքին արժանացնե։ Եկեք սիրելիներ, այս իմաստով խնդրենք Սուրբ Գևորգեն եւ ասենք, ով Սուրբ Գևորգ, ուխտավորներով քեզի նվիրված այս եկեղեցիդ եկած ենք, խնդրելու քեզ մե որ բարեխոսես մեր բոլորի համար, մեր ազգին համար, մեր հայոց բանակի զինվորներուն համար, մեր Տիրոջ ու Փրկին Հիսուս Քրիստոսի դիմաց, որովհետեւ Տիրոջ ներկայությունը ամրացնե մեզ եւ քու բարեխոսությունը դժոր դառնա եւ մենք քու կյանքի օրինակով ապրինք հավատքով, ապրինք անհողտողտ, ապրինք քաջությամբ, կարողանանք քաջությամբ բգայել Տեր Հիսուս Քրիստոսի մասին եւ քեզի եւ բոլոր սուրբերուն հետ միասին հավիտենական կյանքին արժանանք Հիսուս Քրիստոսի սուրբ շնորհքով եւ զորությամբ։ Անվան Փոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո, այժմ եւ միշտ եւ ավիդյանս ավիդենից ամեն։ Քրիստոսի մեջ մեր հայտնեցա, որեն Աստված մեծա, խաղաղության ցայնը չեցա, սուրբ ողջուն իր աման տվա, եկեղեցիս միած եղել, համույրս օդ նման տվա, թշնամությունն հեռացա, սերն թանուրս սրբեցա, այդ պաշտոնյան պատյալս միասնական աստվածության, որոց հովել ես ամեն եղիցի Հայսմ հետ է մինչև հավիտյան, եղիցի անոնդյան օրնյան, հայսմ հետ է մինչև հավիտյան, և եղիցի անոնդյան օրնյան, հայսմ հետ է մինչև հավիտյան։ Փառք ես Աստված, փառք ես աղակս ամենայնի դեր, փառք ես։ Աստված էր ուխտը կատարն է, սիրելներ խոնարհությամբ և առանց այնի երկու փառով ցեզի ցույց տամ, ուրեմն միշտ իրենց վանագամ բեդին կամ վանահոր կամ եպիսկոպոսին աթորը Հիսուս Քրիստոսի պատկերը գլա միշտ, որ խորհրդանշե, որ Հիսուս ինքն է քահանայապետը, Սուրբ Գևորգի պատկերն է, ինչպես բացատրեցի արդեն, եւ բիշապն է, որ կսպանե, որ սատանայի խորհրդանիշ է եւ հավատքի զորություն, իսկ այս երկաթները, որ արդեն ցեզի քանիսը բացատրեցի, հին ժամանակեն հետանոսական ժամանակներեն չաստվածներուն կնվիրեին, բայց մնացել է հույն քրիստոնյաներու մոտ, երբ որ ովը մեկը զանազան տեսակի հիվանդություններով բժշկված է, այս ուրեմն արձատի բաները քարագուստները փերած եւ նվիրած են, Սուրբ Հովանես Մկրտչի խորհրդանիշ պատկերն է, սրբապատկերը, Սուրբ Հովանեսը սիրելներ, քանի պատկերներով ներկայանա, խորհրդանիշներով, ընդհանրապես սերկը գլուխը, որտեղ գլուխադեցինք չէ, Հերովտեսը կխադեցինք, կներկայանա հրեշտակի բանով, թևերով, որովհետև ինքը
մագնատեսիլ քերոպեի նման էր երկրի վրա եւ կներկայանա խաչով, որ խորհրդանշ է Քրիստոսի ջանփան բացող գարաբեդը, Պանտոկրատոր կոչվի հունարենով, կնշանակե ամենակարող Հիսուս Քրիստոսը միշտ խորանին ցախ կոմը գլա, իսկ աչ կոմը միշտ հունական իկոնոստասն է ասիգա, միշտ կլա սիրելիներ Աստվածամոր մանուկ Հիսուսով պատկերը եւ ինչպես կտեսնեք բացատրվեցավ արդեն ուրեմն երբ որ թուրքերը հարձակած են այս պատկերը առաջ տարած են փափորով եւ տեսեք գաբարներու վրաստվածքները որ ռումպերը ստացած են միշտ սիրելիներ հույն եկեղեցվո մոտ Իկոնոստասի երկրորդ պատկեր Աստվածամոր գողքին այն սուրբին պատկերը գնա որ նվիրված է եկեղեցին եւ քանի որ այս եկեղեցին նվիրված է Սուրբ Գևորգի, Էլևատար Սուրբ Գևորգի պատկերն է վերևը սիրելիներ գտեսնեք Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի պատմությունը ծնունդը դիարնթարաչը եւ որ Հիսուսը դաջարն ծայեցին Սիմոնի քրգի մեջը Աննա Մարգարեին Մայրիկ Աստվածածին եւ Հայրոսեփը Հիսուսի մգրդությունը տեսակ Ղազարոսը Հիսուս Ղազարոսի հարություն ուտա գողքը ուրեմն հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ զարգազարդ այսինքն գողքը սիրելիներ Հիսուսին եւ որ խամի տրին դառնիր եւ ցեկը կավազան դրին եւ զավրեցին Հիսուս ով է քեզ զավնողասին գողքը Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունը ապա սիրելիներ Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումը տեսեք Մայրիկ Աստվածածին եւ առաքյալները հավաքված եւ ծայրը Սուրբ Երրորդության խորհրդանիշ եղող պատկերը ուրեմն Սուրբ Հոգին տեսեք աղավնագեր դեպերը ուրեմն Հիսուսը ավետարանը բռնած է երբեմն աշխարհը բռնած կլա եւ Հայր Աստվածը գողքին եկեք այստեղը նաեւ սիրելիները ասեմ որ առաքյալներուն պատկերներն ալ թրված կդա հաջող այստեղը Սուրբ Նիկոլաոսն է Սուրբ Նիկողայոսը գիտեք սիրելիներ որ հրճագավոր Սանտա Կլոզն է այո ուրեմն դարձյալ Հիսուս Քրիստոսը եւ այստեղը Թիորետիս իրենց սուրբերը մեկն է այստեղն ալ Պայսիոս չէ այո ճիշտ Բորֆիրիոսը եւ Պայսիոս սուրբերու պատկերներն են այստեղ Հիսուս Քրիստոսի այլագերության պատկերն է ինչպես կտեսնեք Հիսուսը Մովսես եւ Եղիա մարգարեները իր Հիսուսի կողքին գխոսին Հիսուսի խաչելության մասին եւ երեք առաքյալները ուրեմն քեդինը խոնարած Պետրոսն է որը սավ Հիսուսին լավ է որ հոստնանք երեք վրաններ շինենք տեսեք վրաններու պես սրածել պատկերը սկանջելի այստեղ սիրելիներ Աստուծո որ Աստված կստեղծե աթամը տեսնեք աթամի ստեղծումն է եւ այստեղ դալ ուրեմն սատանան տեսեք օծիգեր վարանգով ծառի վրա պատված եւ այն գրանցնե արքիրիալ բդուգը եւ Եվանալ իր գարքին աթամին գուտա եւ տեսեք իրենց մարմինները ծածկած են դերևներով տեսակ եւ ուրեմն սուրբ Դիդոսը Բողոս Արաքյալի աշակերտը որ Գրեդեի եպիսկոպոս եղած է առաջին եպիսկոպոս եղած է սիրելիներ եւ զանազան ուրեմն սուրբ էր հավասիկ այս եկեղեցին որ ինչպես այստեղը ըսվեցավ սիրելիներ արդեն 13-րդ դարեն եկեղեցին գոյություններ այսալ Սուրբ Գևորգի պատկերն է եւ Թեոգրեդիանոս Գայսրին թիմած իր կարոզությունը, իր չարչարանքները, տեսակ չարչարանքներու ենթարկվեցավ, ծանրություն տվին, անիրի վրա թարցուցին, ամբողջ կերտեցին մարմինը, իրեն դակցրած ջուրի մեջ տրին եւ ամբողջ իր դարաբանքները եւ ուրեմն իր չարչարանքները եւ մահը իսկ այստեղը Սուրբ Գևորգի ուրեմն Սուրբ Գևորգն է եւ իր ծնողները իր գողքին հայրը եւ մայրը իր գողքին Տեր Հիսուս Քրիստոս վերևեն գործն է դեսեք երկու ցերկեր օրդության եւ հրեշտակները Աստված էր ուխտը գդարն է Սուրբ Գևորգը բարեխոսը բոլորի սիրելիներ եւ բոլոր անոնք որոնք ուխտ դրած էին Սուրբ Գևորգին եւ գտիդեք սիրելիներ նաեւ ծեր բոլորի անունով այս մոմը գվարենք որբեսի ծերալ աղոտները լսելի դառնան Սուրբ Գևորգի բարեխոսությամբ
անվան փոր եւ որդվո եւ օգնույն սրբո այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիդենից ամեն ծեր բոլորի ուխտը կդար եւ բոլորի աղոթները ընդունել ելան